Իրանին հարձակում ա եղել Իրանի վրա որոշ իրանական միջուկային գիտնականների եւ հեղափոխություն բանակի հրամանատարների իրաց օբյեկտների վրա, տան վրա, տենց հարձակում ա եղել եւ հիմա նայում եմ ինչ որ զոհեր կան հեղափոխություն բանակի ոնց որ գլխավոր հրամանատարը, ինչ որ միջուկային զերագիրի գիտնականները եւ պարզապես այդպես է որ Կիրակի օրը հայտարարել են որ 6-րդ փուլ է Իրան եւ Միացյալ Նահանգների բանակցություններին Իսրայելը նախապես հարձակում արեց որպեսզի զախողի այդ բանակցությունները եւ ստիպի Իրանին ներքաշի Իրանին եւ Միացյալ Նահանգներին պատերազմին եւ զախողի բոլոր բանակցությունների գործընթացները Շարունակություն կունենա ձեր կարծիքով, այսինքն այս հարվածները, որովհետև Իսրայելը կարծես միանշանակ հիմա Իրանը պատասխանելու է եւ դրանից բարձ չի ինչ է, որովհետև Իրանը անպատասխան չի թողելու այդ հարձակումը։ Եվ այդ ամեն ինչը դրա համար է, որ այս ստիպված հարկադերական Միացյալ Նահանգները ներքաշի պատերազմի մեջ Իրանի հետ եւ Միացյալ Նահանգների ձեռքով Իրանի հարցը լուծել։ Դա Նեթանյահուի զարագիր է, որովհետեւ սա բոլոր բանակցությունների գործընթացը, որովհետեւ Թրամփը երեք ասել էր իր սոցցանցերում հայտարարել էր միջուկային զարագիրի վերաբերյալ եւ հրամաններ տվել բոլոր կառավարությունը, որ Իրանի հետ բանակցել խաղաղ ճանապարհով համաձայնություն կալ եւ պարզապես այդ հարձակումը դրա համար էր, որ այդ գործընթացները զանգվեն։ Այսինքն կարծում եք Իսրայելը ինքնուրույն է այս որոշման եկել, Միացյալ Նահանգների հավանությունը չկա այս գործողություններում։ Ինչպես որ մենք տեղյակ ենք, ինչ որ լուրեր են տարածվում մինչև գիշերը, ես հետևում էի Սանդքամի հրամանատարը պետք է մեկներ Իսրայել եւ իհարկե առանց Միացյալ Նահանգների տեղեկությունով չի լինում նման հարձակումը, բայց զարմանալի է, որ հենց գիշերը Թրամփը հայտարարություն է անում դրա մասին, որ իրենք հավատարիմ են բանակցությունների գործընթացներին խաղաղ ճանապարհի լուծումը եւ մի քանի ժամ անց նման հարձակումը կատարում։ Ասացիք, որ շարունակություն ունենալու իսկ տարածաշրջանում մեծ տենց ռազմական գործողության հավանականությունը ինչքան եք համարում։ Այսինքն կա նման վտանգ։ Դա Միացյալ Նահանգներից է կապված, որովհետև Իսրայելը միանակ ի վիճակի չէ շարունակի Իրանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնելը, պետք է տեսնենք Միացյալ Նահանգները ինչպիսի դիրքորոշում կունենա կաջակցի, թե չէ Իրանը կարող է հարձակում կատարի, այսինքն միանշանակ է Իրանի պատասխանը, բայց դրանից հետո պետք է տեսնենք Միացյալ Նահանգները իրավիճակ է վերահսկություն տակ կպահի, կզսպի Իսրայելին պատասխան տալու, թե չէ։ Եթե Միացյալ Նահանգները աջակցի Իսրայելին եւ համատեղ հարձակումներ կատարեն, չէ, իհարկե ամբողջ տարածաշրջանը մեծ լայնածավալ պատերազմի մեջ կարող է մտնի։ Այսինքն Միացյալ Նահանգներից եւ կողմերից, որ կարան ազդեն Իսրայելի վրա իրանցից է կապված։ Այսինքն ամեն ինչ որոշվում է այս պահին Միացյալ Նահանգների դիրքորոշմամբ, այսինքն ինչ դիրքորոշում կունենա այս իրավիճակում Միացյալ Նահանգները։ Որովհետեւ այո, զսպելու ազդեցություն ունի Միացյալ Նահանգները, բայց դա լինելու է Իրանից պատասխանելու հետո, որ սահմանափակում է այդ հարձակումը, թե շարունակում է։
Իսկ համարժեք է լինելու Իրանի պատասխան, այսինքն ինչ ձևով պատասխան կարելի ակնկալել այս իրավիճակում։ Իհարկե մենք տեսել ենք, որ վերջին օրերս Իրանը ձեռք է բերել մեծ քանակի հետախուզական տվյալներ Իսրայելից եւ այդ հարցակում էլ դրա համար էր, որ մի շարժարիթ է դրա համար էր, որ Իրանը չի հասնի այդ տվյալները ուսումնասիրելու եւ դրա վերաբերյալ սպառնել Իսրայելին եւ իհարկե տվյալները թիրախների որոշումների համար շատ մեծ դեր կխաղան եւ Իրանը համարժեք եւ կարող է քանի անգամ ավել պատասխան հասնի Իսրայելին, որովհետեւ եթե մենք առաջին հարցակումը Իսրայելին եւ երկրորդ հարցակումը տեսնենք մի 200-300 հերթիրի մասին էր, սահմանափակում էր 200-300 հերթիրը եւ հենց այդ 200-300 հերթիրով ատեսելների հարցակումով մի քանի երկիր անգամ Միացյալ Նահանգները օդուժը եւ Իսրայելի օդուժը եւ մի քանի Բրիտանիայի օդուժը օգնում էին, որ չզոքացնեն այդ հերթիրները Իրաքի օդի մեջ մինչեւ Իսրայել մի քանի երկիրը մի քանի ժամ օդում պայքարում են եթերների համար, բայց եթե Իրանը նույն ժամանակ հարցակնի մի քանի 100, մի քանի 1000 հերթի եւ ատեսելներ իհարկե շատ դժվար կլինի Իսրայելի օդուժի համար, հոբի համար, որպեսզի դիմադրել այդ միաժամանակ հերթիրների խոսելու համար։